Ընկերներ, ողջույն, բարի անձրևային օր, ընկերներ, իմ Վիզուվի հրաբուխի ստորոտում շրջապտույտը հին Պոմպեյ քաղաքում հարուցեց որոշ մարդկանց դժգոհությունը, դե հասկանում եմ, ամեն անգամ, երբ որ որոշակի կրոնական շատ թեթև անդրադարձ է լինում մեր Նոյան տապանից սերած շատ մաքրամաքուր, ազնվաբարո եւ պարկեշտության ծայրին գտնվող որոշ հայրենակիցներ վրդովմունք են արտահայտում, ինչպես կարող ես դու անհավատ համեմատել Վիզուվի հրաբուխը եւ Մովսեսյան գաղթը, որ քայլ արեց մերժեց Ռամզեսին, էլի։ Ինչպես թե նրանց ժամանակագրության միջև 1500 տարի տարբերություն կա, ով դու անիծյալ։ Հիմա ես ինչ ասեմ այդ մարդկանց, ընդհանրապես, երբ որ սովորում էի Վալեի համալսարանում, իմ դասախոսը Բրայան Մքեյը ասում էր մի բան, ականջներիդ օղ արեք, երբեք գիտությունը եւ կրոնը նույն նժարի վրա չդնեք եւ երբեք չբանավիճեք այն մարդկանց հետ, ովքեր ցանկացած հարցում կրոնական թեզեր են առաջ քաշում, որովհետեւ ընկերներ, կրոնը հարգենք, սիրենք, պատվենք, լինենք այո աստվածավախ, լինենք մաքրամաքուր քրիստոնյա, լավ բան չի, բայց գիտությամբ չես կարող առաջ գնալ, որովհետեւ կրոնը, գիտություն, կրոնի մեջ չկա ոնց է ստույգ գիտություն չկա, այնտեղ ինչ ասում ես, Աստված տենց ասեց, այսինքն չի դա կասկածի տակ դրվում, ավելին, կասկածի տակ դնելը մեղք է, բայց ինչևէ, հիմա ես խոսում եմ գիտական տեսանկյունից վաղուց բարեկամներ ապացուցված է, որ այո, մեր թվարկության 79 թվականի Վիզուվի հրաբուխի ժայթքումը նույնական է աստվածաշնչյան որոշ պատումների հետ, որոնք ասոցացվում են նաև Մովսեսյան Եգիպտոսից գաղթի հետ Իսրայելի ժողովրդի, իհարկե ոմանք անգամ երևի չգիտեն, որ Աստվածաշունչը տարբեր դարերում է գրվել եւ ապացուցված է, որ ունի մոտավորապես 400 հեղինակ, հիմա որոշ մարդիկ ինֆարկտ կստանան, ոնց թե անաստված, ոնց թե 400 հեղինակ, Աստծո շնչով է դա գրված, ու այսպես տպվել է, բան, ընկերներ, ոչինչ, դեռ շատ բան կբացահայտեք, դեռ շատ բան կսովորեք, դեռ շատ բան կիմանաք, բայց այո, մոտ 400 հեղինակ է Աստվածաշունչը ունեցել, տարբեր դարերում է գրվել շատ պատումներ, դրանք բառացիորեն հեքիաթային ժողովածուներ են, որոնք մանավանդ 5 կտակարանի մեջ, դրանք զետեղված են, որտեղ շատ մարդկային կյանքի համար շատ կարևոր պատումներ են, դասեր են, որոնք պետք է քաղենք եւ ապրենք այդ բարքերով, այդտեղ վատ բան չկա, ճիշտ հասկացեք։ Բայց այն մարդիկ, ովքեր ասում են, որ 1500 տարի առաջ է Պոմպեյը ժայթքել, Վիզուվին ժայթքել, Պոմպեյը ավերվել, դու բերել ես մեր օրերում համեմատում ես 79 թվականի եւ 1500 տարի առաջվա եղածի հետ։ Ընկերներ, առաջին դարում է գրվել ամենայն հավանականությամբ այդ պատումը եւ վաղուց ապացուցված է ոնց։ Այդ ոչ թե իմ տեսությունն է, այլ մարդիկ ուսումնասիրել են Եգիպտոսի ավազները եւ այո, այնտեղ գտել են մոխրի մնացորդներ, այն նույնականացմամբ, որ եղել է Իտալիայի Վիզուվի հրաբուխի ստորոտում, վաղուց արդեն լաբորատոր փորձաքննություն է անցել այդ մոխիրների մնացորդները եւ ապացուցված է, որ դա նույնական է եւ մոխրի ամպը այո եկել է, մեկն էլ գրել է Իտալիան ու բանը Եգիպտոսը ու բան։ Դե հիմա այդ մարդը երևի չի լսել, որ մի 10 տարի առաջ Իսլանդիայում որ հրաբուխը ժայթքեց, Իսլանդիայում Արևելյան Եվրոպայի ավիափոխադրումները ստոպ արեցին, մի շարք ինքնաթիռներ չէին թռնում, որովհետև հիմա այդ մարդը երևի չգիտի, որ աշխարհը կլոր է, քամիներ կան, գեոսինկլինալ, տենց բաներ կան, այդ մարդը չգիտի տենց բաներ, որ այո, կարող է լինել հազարավոր կիլոմետրեր են ամպերը անցնում, ասեմ ավելին, այդ նույն մարդիկ, ովքեր ինչ որ Աստված տենց ասեց, իրանք չգիտեն, որ օրինակ Ամազոնի, հուսամ գիտեն որտեղ է, Ամազոն ոչ թե այդ առևտրի կայք, այլ հարավային Ամերիկայի Ամազոնը, գետը, ջունգլիները, այդտեղ Սահարա անապատից ավազի մնացորդներ են հայտնաբերում, այսինքն ամբողջ Ատլանտյան օվկիանոսը որոշ քամիներով կարողանում է անցնել այդ ավազի հատիկը, բայց դա տենց բաներ չգիտեն։ Եվ վերջնական ակորդը, որը վերջնականապես կջախջախի մարդկանց, ովքեր ստույգ գիտությանը չեն հավատում, այլ ընկնում են հեքիաթների հետևից եւ որպես կանոն շատ վատ են իրանց կյանքն է շատ վատ, որովհետեւ ստույգ գիտությամբ մարդը ռեալիզմով ապրող մարդը շատ ավելի հաջողակ է լինում կյանքում, դա ուսումնասիրեք մարդկանց, ով որ կրոնների մեջ է, այդ ոչ մի լավ տեղ չի հասնի։ Դա բայց ինչեւ է։
վերջնական ջախջախումը այն է, որ ինչպես կարող է պատումը գրվել 1500 տարի առաջ, նույն ձև ինչպես Մովսես Խորենացին, մեր քերթողահայրը, ապրելով հայոց ոսկեդարում, 5-րդ դարում, գրել է Տիգրան Մեծի պատմությունը, հայոց պատմությունը Իրանից մի քանի դար առաջվանից։ Այսինքն ինքը ապրել է 5-րդ դարում, ինքը գրել է Տիգրան Մեծի մասին, Ծովիսով Հայաստանի մասին, հին աշխարհի մասին, Իրանից հարյուրավոր, որոշ դեպքերում 1000 տարի առաջվա պատմությունը։ Բա ո՞նց է եղել։ Դե նույն ձև էլ առաջին դարում գրել են Մովսեսյան պատումները, ինչպես է Ռամզեսից ազատագրվել Իսրայելի ժողովուրդը եւ տեղի ունեցող աշխարհագրական անոմալիաները, որոնք հրաբխի ժայթքմամբ են ուղեկցվել, կարողացել են զետեղել մի պատումի մեջ։ Ինչ կա այդտեղ տես չհասկանալու, մի խոսքով, լավ, չեմ բանավիճում տգիտության հետ, պարզապես մի բան, երբ որ կոմենտներում վիրավորական արտահայտություններով հակադարձում եք, то այ անգրագետ սենց սկսում է, հա, մի հատ սովորի նոր դուստու։ Ես հիշում եմ միշտ այդ պատումների ժամանակ հայտնի մի դասականի խոսք, որ անկիրթ մարդու հետ երբեք մի բանավիճի, որովհետև դուք իջնես իր մակարդակին եւ ինքը քեզ կջախջախի իր վարպետությամբ։ Դրա համար նման էակների հետ ես չեմ բանավիճում, ես զբաղվում եմ իմ աշխատանքով եւ գիտեմ ինչ եմ խոսում։ Իսկ դուք շարունակեք լինել աստվածավախ, աստվածահաճո եւ հուսամ այդ մի քանի հոգին, որ իդեպ դա լավ բան է, հա, աստվածավախ ու աստվածահաճո լինելը, այդ երկու հոգին կշտկվեն եւ մեր այս բիրտ, անիրավ եւ այլանդակ հասարակության մեջ երկու հոգի գոնե ավելի քաղաքակիրթ կլինի։